Լավ, էլ բան կա ասելու։ Երեխեք իրոք ես բան, էլ բան։ Վերցնելու եք թե հրաժարվելու եք դրանից։ Ծառայողական մեքենա, ես չգիտեմ, ես ինչ ժամանակ էլ իմ մեքենաներս եմ օգտագործել։ Ես հավանական է ուրեմն կլինեմ զրահապատ մեքենայով, այնքան ժամանակ մինչև 2007 թվականի սպանություններն ու սպանությունները չբացահայտվի։ Իդե պարոն Ղուկասյան, ասացիք բարձրացնելու եք աշխատավարձերը, կներես Նարեկ ջան, ասել եք բարձրացնելու եք աշխատավարձերը, սկսել եք քաղաքապետարանի աշխատակազմից ու ձեր աշխատավարձը բարձրանալու է իջնելու, ոնց եք վարվելու դրա հետ։ Ոչինչ մի բան եղի, մի բան եղի։ Բան չեմ ելնում, հարցնում եմ։ Անպայման կստանամ Նարեկ ջան, կստանամ որ քեզի կստանամ որ քեզ լավ բաներ առնեմ։ Չվախենաս։ Բայց գուցե համայնքի բյուջեին թողեք, հա։ Հանգիստ, դու հանգիստ ես։ Դու մի ներշնչես, դու որ ներշնչում ես, ես ուզում եմ, Նարեկ չի կարելի։ Բայց ինքն էլ է գյումրեցի, Ինքը գյումրեցի չէ, ինքը արտիկցի է։ Ես դու ֆաշեն։ Դու ֆաշեն, տես արտիկից փախավ, արտիկցիկ նայեք, փախավ Նարեկը։ Ես երբեք Տորմուզ հենդոից բացի ուրիշ մարդկանց։ Տորմուզ հենդոյի նմանները դուրս կգան։ Դու չվախենաս այդ հարցում։ Ես հատուկ քեզ տեղյակ կպահեմ։ Այո։ Հե՞։ Բայց ինքը ընդհանրապես չի գնալու, այստեղ մնալու է ու բայց այդ կառույցից է։ ԿՊԱ-ական կադրերի կպահեք, եթե մնորինակ լավ աշխատող է, թե լավ աշխատող եղավ, անպայման կպահեմ։ Սարիկ Մինասյանի թիմը։ Անպայման, եթե լավ աշխատող եղավ կպահենք։ Ոնց եք բոլորին գողացնել օրինակ ավականու անդամներին, որովհետև տարբեր Իմ ճիշտ ապրելակերպով, խելացի, ներողամտությամբ, համերաշխությամբ, խաղաղասիրությամբ, որ ասում է Երանի խաղաղասերներին, որոնք Աստծո զավակներ պիտի կոչվեն։ Եթե խաղաղություն, համերաշխություն կա, ուրեմն այդտեղ կա շենություն, բդղաբերություն եւ ամեն ինչ դրական առումով։ Այդ դուք եք անում, դուք եք սարքի։ Այդ ինչ որ ամենախելոք քաղաքը Գյումրին է, հիշեք։ Վերջի 30 տարվա ինչ որ կա չկա, Լենինականից հետո ամենախելոքն եղել է Գյումրին։ Սա հիշեք, Լենինականից հետո, սա հիշեք։ Այդ ինչ էլ որ դուք անում եք, հերիք էլի մի քիչ հանգստացեք։